Համացանցում տեսանյութեր են հրապարակվել Երևանի Վաղարշան փողոցում տեղի ունեցած ծեսկրտուքից, կրակոցներից եւ վրաերթից։ Կադրերում երևում է, թե ինչպես է զինված անձը կրակում քաղաքացուն, նրա ագրեսիվ վարքը կանխելու համար մեկ այլ քաղաքացի մեքենան վարում է նրա ուղղությամբ։ Քիչ անց մի քանիսը զինված քաղաքացուն գցում են գետնին ու ոտքերով հարվածում։ Այս արտառոց դեպքը տեղի ունեցել հուլիսի 12-ին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության 2 բրիգադ։ Տարածքում եղել էին մի քանի վթարված մեքենաներ, նաև փամփուշտի հետքերով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության ու սպանության փորձի հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել էր։ Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 3 տեղեկություններ էին տարածվել, որ նա 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։ Հերթական բողոքի ակցիան են իրականացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Multisong գրուպի աշխատակիցները։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանն ու թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։ Կապարակնքված շենքի մոտ հավաքված աշխատակիցներն ընդգծել են, այս հարկադիր արձակուրդը հարյուրավոր ընտանիքների փաստացի զրկել է ապրուստի միակ միջոցից ու իրենց աշխատանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Եթե մի ժամ հետո մեզի պատասխան չտվեցին, մեր քայլերին էլ մենք չենք իմանում ինչ ենք անելու, որովհետև արդեն ճիշտ ասած հասել է գագաթնակետին։ Եթե ազգային ժողովը կամ Հայաստանի Հանրապետությունը մի հատ փոքր հարց չի կարում լուծի կամ չեն կարում, չգիտեմ, ինչ որ այդ ստուգումները կազմակերպեն, որ շուտ լինի, մենք էլ չենք կարում համբերենք։ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում եւ նրա առանձնատանը լայնածավալ խոզարկությունները սկսվել էին հուլիսի 6-ին, որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր 2022-ից 2024 թվականներին կատարված ենթադրյալ խարդախության եւ փողերի լվացման գործով։ Կալանավայրից հայտարարությամբ է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա անդրադարձել է իր ընկերությունների դռները կապարակնքելուն եւ իր աշխատողներին անգործության մատնելու քննիչների անուղղակի որոշմանը։ Մեջբերում հայտարարությունից. Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ, չեմ միջամտել աշխատանքներին։ Այնուհանդերձ բոլորին հասկանալի է նաեւ, որ այդ ձեռնարկությունների ապօրինի ասեցումնարվում էին սավ պատճառելու համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ բանականությունն ի վերջո կվերականգնվի եւ ի վերջո չեն խոչընդոտի այդ ձեռնարկությունների աշխատանքներին։ Այս ձեռնարկություններն աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց։ Դրանց հետ առնչվում են տասնյակ հազարավոր այլ գործընկերներ, որոնց բիզնեսն այս ընթացքում նույնպես մեծապես տուժում է։ Այս ամենը իրոք շատ մեծ ցավ է հասցնում եւ աշխատող քաղաքացիներին եւ մեր երկրին ընդհանրապես։ Մեջբերման ավարտը։ Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ կապարակնքված են Ծառուկյանին պատկանող ընկերությունների դռները։ Աշխատողները բողոքի ակցիաներ են իրականացնում ինչպես Երևանում, այնպես էլ Կոտայքի մարզում, պահանջելով վերականգնել իրենց աշխատելու հնարավորությունները։ Երևան-Սևան մայրուղին փակելու սպառնալիքի մասին լսելուց հետո միայն քննիչները որոշել էին թույլատրել Արարատ ցեմենտի աշխատողներին շարունակել աշխատանքները։ Իսկ Multiգրուպին պատկանող մնացած ընկերությունների եւ աշխատակիցների ճակատագիրը դեռ շարունակում է մնալ անորոշ։ Դատարանը մերժել է Կարգազանց 19-ամյա վարորդի խափանման միջոց տնային կալանքը 2 ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը։ 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն եւ համացանցից օգտվելու սահմանափակումներ։ 19-ամյա վարորդը ամիսներ առաջ փորձել էր ցուցադրել սեփական մեքենայի կարողությունները եւ տեսանկարահանել էր այդ ամենը։ Ինչպես ինքն է ասում տեսանյութում, փորձել էր նվաստացնել մեկ այլ մեքենայի, այնինչ հակառակն էր ստացվել։ Հետո համացանցում ակտիվորեն սկսեց պտտվել մեկ այլ տեսանյութ։ Ինչպես է վարորդը վթարից թեթև մարմնական վնասվածքներ ստանալուց հետո սեփական հերոսությունը դիտում ու հրճվում։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Իրանի հարավում ԱՄՆ հարվածների հետևանքով զոհվել է 30 խաղաղ բնակիչ, հայտնել է Իրանի կառավարությունը։ Ավելին, Իրանի բանակը հայտարարել է, որ Բենպուրի հարավ-արևելքում գտնվող ռազմական բազաների վրա հարձակման ժամանակ 7 իրանցի զինծառայող է զոհվել։ Իրանի կառավարությունը խոստացել է, որ այս հարվածներն անպատասխան չեն մնա։
Do you anticipate that the strikes were Նոր սպառնալիքներով է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս անգամ նա սպառնացել է քանդել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Թրամփի այս տեսակ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նա բացարձակ մտադրություն չունի դադարեցնելու հակամարտությունն ու բանակցելու իրանական պատվիրակության հետ։ Մենք այսօր, վաղը երեկոյան եւ հաջորդ գիշերներին շատ ուժեղ հարվածելու ենք նրանց։ Նրանց համար ամեն ինչ շատ վատ է լինելու, քանի որ հաջորդ շաբաթ արդեն էլեկտրակայաններն ու կամուրջներն են վերանալու։ Նշել է Սպիտակ տան ղեկավարը Fox News-ի հետ հարցազրույցում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հաստատված հրադադարն այլևս կորցրել է իր ուժը, իսկ ամերիկյան զինտեխնիկայի հարվածներն ավելի ինտենսիվ են գործի դրվելու, ոչ միայն Իրանի քաղաքներին հարվածելու նպատակով, այլ նաև Հորմուզի նեղուցում իրանական նավերին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերսկսել են Իրանի նավահանգիստներից եւ ափամերձ տարածքներից մտնող կամ դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։ Կենտկոմի տվյալներով Մերձավոր Արևելքում ներկայումս տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան 20 ռազմանավեր եւ հարյուրավոր ռազմական ինքնաթիռներ, որոնք մասնակցում են գործողություններին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ կպատասխանեն Թրամփի հեռուստաաբանությանը գործողություններով եւ կպաշտպանեն իրենց հողի յուրաքանչյուր թիզը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, բացառությամբ այն նավերի, որոնք սպասարկում են Իրանին։ ԻԼԻՊ-ի փոխանցմամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ բանակի լոգիստիկ կենտրոնի ոչնչացման մասին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են տասնյակ թիրախների Հորմուզի նեղուցի եւ Իրանի ափի մոտակայքում։ Իրանական ուժերը հարվածներ են հասցրել Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին։ FIFA-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի կրած պարտությունից հետո Փարիզում ու մի շարք այլ քաղաքներում անկարգություններ ու բախումներ են սկսվել։ Երեկ Ֆրանսիայի հավաքականը 2-0 հաշվով պարտվել էր Իսպանիայի հավաքականին, դուրս մնալով աշխարհի առաջնությունից։ Նման կերպ իրեն զայրույթն արտահայտելը կարծես արդեն ավանդույթ է դարձել ֆրանսիացիների համար, սակայն զավեշտալին այն է, որ հաղթանակի դեպքում էլ են ֆրանսիացիները ավերում սեփական քաղաքները։